Դուք չեք տեսնում Ադրբեջանը ինչ է անում։ Միլիարդներ ծախսեց իր գազանին մարդակեր վերադարձրեց Բաքու։ Խոսքային Սաֆարով կոչեցյալի մասին է։ Միլիարդներ, մի զարհուրելի հանցագործություն։ Իրագործած անձի վերադարձրեցին Բաքու։ Բայց չդատեցին, հերոսի շքանշաններով ընդունեցին։ Մենք չեմ առաջարկում Բաքվում ոմանց վերադարձնենք Հայաստան եւ հերոսի կարգավիճակ տանք։ Ոչ, դրանք հայրենիք են թալանել։ Նրանք հայրենիք են վատնել եւ հայրենիք են կործանել, բայց նրանք պետք է կանգնեն հայկական դատարանի առաջ, ոչ թե թշնամական պետության, ոչ թե թուրքի դատարանի առաջ։ Սա ազգային արժանապատվության հարց է, բայց դրան զուգահեռ կան նաեւ բազմաթիվ հայորդիներ, որոնք որ ոչինչ չեն արել, ուղղակի գերության մեջ են հայտնվել։ Անհետ կորածների մասին իրեղեն եւ փաստական տվյալների հայթայթումը, անձանց նույնականացումը, հայտնաբերումը եւ հայրենադարձումը։ Սա ես դեռ թվարկում եմ միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունների մասին։ Գիտեք, մենք բոլորս ապրում ենք, քնում ենք գիշերը, սնվում ենք, վայելում ենք մեր ներկայությունը, անգամ թշնամանք ու ատելություն ենք տածում իրար նկատմամբ մեր հասարակության մեջ, մոռանալով, որ կան ծնողներ, որ խոնավ աչքերով անընդհատ նայում են իրենց տան դռանը, որտեղ իրանց զավակները չկան, որտեղ իրենց զավակները գտնվում են գերության մեջ։ Ամեն անգամ, երբ որ կնստենք սեղանների շուրջ մի պատառ հաց ուտելուց, կհիշենք, որ այդպիսի մարդիկ կան մեր կողքը բնակվող։ Այդքան ավետարան են ցիտում, այդքան Հիսուս Քրիստոս են մեջբերում։ Անվանում են, որ փրկիչը իրենց հերոսն է։ Բաներանք Աստվածաշնչից չգիտեն, որ փրկիչը նաև որպես հովիվ ամենանվաղ գառան հետևից է գնացել, փշերի եւ ծերպերի միջով եւ վերադարձրել է։